Պարոն Ավետիսյան, Հայաստանի պետական պարտքը միայն 2025 թվականի առաջին 8 ամիսներին 1.3 միլիարդ դոլարով ավելացել է։ Առհասարակ որոնք են նման արագ աճի հիմնական պատճառները։ Տեսեք, նախ ընդհանուր առմամբ որ վերցնենք վերջին շրջանում պետական պարտքը առնվազն այսպես միջինը 10% մի փոքր էլ ավել աճում է նախորդ տարվա համեմատ։ Հիմնական պատճառները հետևյալն է, որ իրականում այսօրվա իշխանությունները նաև փորձում են իրենց այսպես պոպուլիստական խոստումները կատարեն պետական պարտքը ավելացնելու հաշվին եւ դա շատ հեշտ է քաղաքական իշխանության համար վերցնում է պարտք, ասենք օրինակ ճանապարհներ են կառուցում կամ այլ ենթակառուցվածքներ եւ ցույց են տալիս, որ այ տեսեք մենք այսքան կառուցապատում ենք իրականացնում կապիտալ ծախսեր, բայց խնդիրները իհարկե այստեղ բազմաշերտ են խնդիրները ընդհուպ մինչև տնտեսականից սոցիալ-քաղաքական, որոնց բարբերաբար մենք անդրադառնում ենք։ Ամենակարևոր խնդիրը հետևյալն է, պարտքը հենց այնպես չեն տալիս երկրին եւ դրա դիմաց դու վճարում ես տոկոսներ, իսկ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ավելացմանը զուգահեռ ոչ միայն համարժեք ավելանում է տոկոսները, այլ տոկոսային բեռն է ավելանում, այսինքն այսպես է պայմանական ասած, եթե նախկինում մենք վերցնում էինք ցածր տոկոսով վարկեր եւ հիմնականում նաեւ արտաքին աղբյուրներից, հիմա եւ արտաքին աղբյուրների տոկոսադրույքներն են բարձրանում եւ նաեւ պարտքի մի մեծ հատված մենք վերցնում ենք երկրի ներսից, ներքին պարտքն է դա եւ այստեղ արդեն տոկոսները անհամեմատ ավելի բարձր են, այսինքն տարեկան նաեւ մեր օրինակ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում 1 միլիարդ դոլարից ավել միայն վարկի նախորդ տարիներին վերցրած վարկի մենք սպասարկումն ենք իրականացնելու, ինչը ընդհանուր ծախսերի մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունի, այսինքն երկնիշ տեսակարար կշիռ ունի։ Եթե հաշվի առնենք, որ արտաքին պարտքի սպասարկման համար ծախսվում է բյուջեի զգալի մասը, ինչպես կարող ենք օպտիմալացնել մեր ծախսերը։ Տեսեք, ծախսերը օպտիմալացնել մենք ավելի շատ տինայենք ծախսարդյունավետության բարձրացմանը, այստեղ լուրջ խնդիրներ ունենք եւ այսօրվա իշխանությունները չնայած գիտեք խոսում են թափանցիկության մասին եւ այլն, բայց միայն պետական գնումներում երևացող եւ խորքային խնդիրներ կան, որոնք գնալով խորանում են, մասնավորապես մեկ անձից պետական գնումներն են ավելանում, իրականում որտեղ մեծ է ռիսկերը, այսինքն անարդյունավետության ռիսկերը մեծ է, երբ որ մրցույթով շատ ավելի արդյունավետ ես դու գումարը ծախսում, որովհետև շուկա է, այսինքն այն մարդու հետ ես գործ բռնում որպես պետություն, ով ավելի ցածր գին եւ ավելի լավ որակ է առաջարկում, իսկ եթե չկա մրցույթ մեկ անձից ես գնում, դա նշանակում է, որ այդ հնարավորությունը կորցնում ես։ Չասեմ, որ այդ մեկ անձերը շատ հաճախ հենց իրենց շրջապատից են, կամ իրենց նորելուկ օլիգարխներն են, կամ հենց իրենց շրջապատից բարեկամ հարազատներից կազմված ինչ-որ կազմակերպություններ, որոնք հենց սնվում են պետական բյուջեի գնումներից, այսինքն իրենց գործը է դա, իրենց բիզնեսը պետական գնումներով շինարարություն անել։ Երկրորդ կարևոր հանգամանքը հետևյալն է, մենք ականատեսն ենք լինում պետական միջոցների փոշիացման, այսինքն ճանապարհը կառուցվում է, բազմաթիվ այդպիսի օրինակներ կան, կոնկրետ ասենք Նորքի ճանապարհից, կենտրոնից Նորքի ճանապարհից օգտվողները քաչ գիտեն, որ այս վերջի տարիներին անընդհատ այդ ճանապարհը հիմնանորոգվում է, ամբողջությամբ կառուցվում, այսպես ասֆալտապատվում, հետո քանդվում է տարբեր պատճառներով նորից ասֆալտապատվում, այդպիսի օրինակներ բազմաթիվ են Երևան քաղաքում էլ դրանից էլ դուրս սա անարդյունավետ կառավարման հետևանք է, այսինքն եթե դու 2-3 ամիս հետո ստիպված ես լինում քանդես ինչ-որ ջրագիծ տանես կամ մեկ այլ կոմունիկացիա, նշանակում է, որ այն նախորդ միջոցները փոշիացվավ, հանրային միջոցները։ Սա նաև պարտքով վերցրած միջոցներն են։ Հաջորդ կարևոր հանգամանքը հետևյալն է, շատ հաճախ պարտքը վերցնում են, այսպես է, ժողովրդի լեզվով ասած, ամեն դեպքում թողեսի լինի տանը եւ ժամանակին դա չեն օգտագործում տարբեր պատճառներով ամենա, այսինքն փողը վերցրել են պարտքով, մենք տոկոսը վճարում ենք, նպատակին չի ծառայում։
10 միլիոն, ես դրան եմ անդրադարձել, 10 միլիոնավոր դոլարների տոկոս է տալիս, փողը այնտեղ դրած քնում է, նպատակին չի ծառայում, բայց դա ամեն դեպքում, ասենք օրինակ ռեսուրսը տալիս են կանգնի վերցնենք, էլի պետք է, եւ մի կարևոր հանգամանք էլ կա։ Մենք մոտենում էինք 2022 թվականին պարտքային ճգնաժամի։ Այսինքն լուրջ խնդիր էր, մի տևական շրջան, 2 տարուց ավել, Հայաստանի պետական պարտքը հնայի 60%-ը անցել էր եւ դա լուրջ կարմիր գիծ է եւ կարմիր լույս է, որը վառած էր։ Այստեղ մեզ օգնության հասավ բառից բուն իմաստով ռուս-ուկրաինական պատերազմով ստեղծված իրավիճակը։ Այսինքն Հայաստանի դրամը գերարժևորվեց 400, ասենք 80-ից իջավ հասավ մինչև 380-ի մոտակայք, սա նշանը, իսկ մեր պետական պարտքը ժամանակ 60%-ից ավելը պետական պարտքի արտաքին պարտներ արտարժույթով։ Այսինքն պատկերացրեք 1 միլիարդ դոլարի պետական պարտքը պայմանական 480 միլիարդ դրամ էր, հաշվարկային դարձավ 380 միլիարդ դրամ, սա մեկ, որը այդ դրամի արժևորման արդյունքում էր, իսկ դրամը արժևորվեց, գերարժևորվեց հենց այդ գործոնով, որտեղ մեծ տրանսֆերներ եկավ, մեր արտահանումը մեծացավ եւ այլն, բոլորս գիտենք դա։ Եվ երկրորդը, որ մեր համախառն ներքին արդյունքը շեշտակի արագ աճավ հենց այդ նույն գործոնով պայմանավորված, այսինքն համախառն ներքին արդյունքը դրամով արագ աճեց, պարտքը դրամով հաշվարկային նվազեց եւ այստեղ մենք ունեցանք բարելավում պետական պարտքը նա հարաբերակցության մեջ զուտ այս արդյունքում։ Իսկ հիմա հակառակն է, ես արդեն ասեցի, միջին առնվազն երկնիշ պարտքի աճ ունենք, իսկ համախառն ներքին արդյունքը արդեն աճի տեմպը թուլացել է այապես։ 2024 թվականը մենք փակել ենք ոչ թե նախորդ տարիների նման այսպես 12-13% աճով, այլ դրա նույնիսկ կես չափով 2025-ը նորից ավելի ցածր է աճի տեմպը 2 անգամ գրեթե քան պետական պարտքի աճի տեմպը, այսինքն տնտեսությունը աճում է գրեթե 2 անգամ ավելի դանդաղ քան պարտքը, բայց դեռ այն կուտակած հնարավորությունը կա, որ մենք այսպես լավացրել ենք պարտքի հարաբերակցությունը, իսկ եթե դա այսպես մսխեն այս զարգացումներով նորից կհայտնվենք նույն տեղում, այսինքն պարտքի ճգնաժամի շեմին, եթե այսպես շարունակվի, այսինքն պարտքը աճի 2 անգամ ավել, քան տնտեսությունը։ Մի պահի նորից ունենալու ես կարմիր լույս վառված, հետևողականորեն գնում են այս ճանապարհին, իսկ դա բնական է, որտեղ արտաքին գործոնը թուլանում է։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 2 անգամ նվազել է, տրանսֆերները նվազում են, օտարերկրյա կապիտալը Հայաստանից ըստ էության փախնում է եւ այն տեմպերը որ կան եւ այն ցուցանիշները որ կան, այս պրոյեկտը եթե ապագայի վրա միջնաժամկետում նորից հասնելու ենք պարտքի ճգնաժամի շեմին։ Իսկ ինչ ֆինանսական ռեսուրսների կարող է դիմել կառավարությունը։ Ֆինանսական ամենակարևոր ռեսուրսը, որ պետք է լինի եւ կայուն ֆինանսավորի ծախսերը, դա խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Այսինքն ոչ թե հարկ քերթես, այլ արդյունավետ հարկային միջավայր ունենաս, որ մարդիկ հարկը վճարեն ոչ թե այսինքն ասես հարկատուն հերոսը, հետո կեղեք ես իրան իրականում, քո հարկես հարկատուն հերոսի տակ, հետո փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը կրկնապատկես եւ այլն, հակառակը դու պետք է ներքին հնարավորություն ստեղծես, որպեսզի հարկային այսպես մուտքերը ավելանան ոչ թե կացնային մեթոդով, այլ տնտեսության աճի հաջորդ կարևոր ճանապարհը ներդրումներն են։ Գիտեք, հիմա եթե ներդրումները մենք ես ասեցի արդեն օտարերկրյա ներդրումները տնտեսական աճի կարևոր պայմանն են։ Եթե ներդրումները չեն ավելանում, հատկապես օտարերկրյա ներդրումները, իսկ ինչի չեն ավելանում նաև քաղաքական դրդապատճառներով, եթե պետական տերոր է իրականացվում քաղաքական նպատակով օտարերկրյա ներդրումների նկատմամբ հեծի օրինակը դրանից առաջ նաև այլ օրինակներ եւ կամ պետությունը այսպես փորձում է օտարերկրյա ներդրում բերի այդել անիֆի օրինակ հետո բարձում է թալան այդտեղ եղել դրանք բոլորը հարվածում են մեր երկրի ներդրումային միջավայրին հարված են դրանք եւ սա անհետևանք չի մնում այսինքն կապիտալը կամ չի գալիս պրոյեկտները հետաձգվում են ներդրումային կամ փախնում այստեղից ուղղակի դուրս է գալիս սա պետք է ուղղվի
այսինքն ներդրումով տնտեսական պոտենցիալի աճ, նոր աշխատատեղ, նոր արտադրանք, նոր արդյունաբերություն, նոր արդյունաբերական ծավալ կամ գյուղատնտեսական ծավալ կամ շրջանառության այլ ոլորտների ծավալ, որը կդառնա արդեն հարկեր։ Այսինքն պարտքով պետություն պահել կամ պարտքով տուն պահելը լավ բան չի, դա լավ տեղ չի հանգեցնում, չի տանում, որտեվ սեփական կարողություններ պիտի զարգացնես, հարկային մուտքերդ ավելացնես, արտահանման խթանմամբ, արդեն ասեցի, ներդրումների ներգրավմամբ եւ ոչ թե վերարտահանելով, ասենք պահի տակ կա արտաքին գործոն մի տեղից բերես տանես մեկ այլ տեղ վաճառես, այլ պիտի երկրում իրական հատվածի վրա ուշադրություն, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն է իշխանության 7 տարիներին ազատանկման մեջ, արդյունաբերությունն էլ իրականում շփչնչին աճ ուներ, իսկ հիմա արդեն այս տարի ունի անկում, լուրջ մտահոգություն կա եւ վերջապես տնտեսության մյուս ոլորտները, որոնք արտահանմանն են միտված, իրական քայլեր պիտի իրականացվի։ Իսկ մեր երկրի տնտեսությունը արտաքին տնտեսություն է, արտաքին հատվածը տնտեսության, փոխանակ դիվերսիֆիկացվի, փոխանակ ուղղությունները ընդլայնվեն, հակառակը մեկ երկրից, ինչքան էլ դա լինի այսպես ստրատեգիական գործընկեր երկիր, Ռուսաստանի Դաշնությունից էապես աճելա տնտեսական կախվածությունը, ինչը ինքնին այսպես տնտեսական կայունացի տեսանկյունից բացասական երևույթ է։